Իմ օրը սկսում է առավոտյան 7:20-ից 7:30, ես արդեն լինում եմ բուժ հաստատությունում, շուտ եմ ներկայանում աշխատանքին։ Աշխատանքը սկսում է ընդունարանից, ոնց են հերթապահել, բոլորս եկուցում են, ունեցել են կոնֆլիկտներ, բուժքույրական գործը, միջին եւ կրծեր բուժանսակազմի հետ։ Սանիտարական վիճակը նայելով բարձրանում եմ աշխատասենյակ։ Աշխատասենյակ արտահակոստահակնելով անցնում եմ արդեն վերակենդանացման բաժանմունք, այդ հարկի վրային առաջին վիրաբուժական, երկրորդ, երրորդ վիրաբուժականները եւ գալիս եմ աշխատասենյակ, արդեն կատարում եմ աշխատասենյակում կատարած աշխատողներին եմ ընդունում, ինչ հարցեր կան քննարկում ենք եւ օրվա ընթացքում ես անցնում եմ բաժանմունքները։ Բաժանմունքներում նույնպես եթե կա խնդիրներ, այ երկու բաժանմունք պարտադիր ամեն օր սանիտարական վիճակը եւ հակահամաճարակային ծառայությունը նայում եմ։ Շատ ենք շեշտը դնում կրթական ծրագրի վրա եւ բուժքույրերի աշխատանքի որակի հմտությունների բարձրացումը։ Բուժքույրերը պետք է լինեն գրագետ, բանիմաց, խելացի, պարտաճանաչ, ներողամիտ եւ ցանկացած պահի մենք ունենք այս նշանաբանը, որ միշտ պացիենտը բուժառուն ճիշտ է ցանկացած պարագայում։ Մենք բուժքույրական հմտությունների վրա ենք շատ ուշադրություն դարձնում, որ բուժքույրերը պետք է ունենան տեսական եւ գործնական հմտություններ։ Գործնական հմտություններն են սահուն տիրապետեն մանիպուլյացիոն բոլոր աշխատանքներին, ներերակայինը, միջմկանայինը, տեխնիկաները ոնց են կատարում, ձեռքերի ճիշտ մշակումը ոնց են կատարում, որտեղ բուժքույրական հմտությունների ժամանակ պետք է կատարեն ձեռքերի հիգիենիկ մշակում։ Սահուն տիրապետ են պորտոկատի հետ քիմիոթերապիայի բաժանմունքում, պորտոկատի հետ ոնց պետք է աշխատեն վիրահատարանում, վիրահատարանի բուժքույրը, ասեպտիկայի, անտիսեպտիկայի կանոնների ճիշտ պահպանումը, անեստեզիստկան ոնց է պատրաստում վիրահատությանը պատրաստվելու ժամանակ սեղանը ոնց է պատրաստում, վերակենդանացման բաժանմունքում առաջի բուժօգնության ճիշտ կազմակերպումը, որտեղ շտապ դեպքեր ենք, անհետաձգելի դեպքեր ենք մենք ընդունում։ Վերջի տարիներին մեր մոտ բարեփոխումները բուժքույրական ծրագրում, ընդհանրապես մեր Հայաստանի Հանրապետությունում շատ բարեփոխումներ են եղել։ Ես ձեզ ասեմ, որպես ասոցիացիայի նախագահ, ես վստահ ասում եմ, այսօր բոլոր բուժքույրերը ցանկություն ունեն կրթվեն, մասնակցում են կոնֆերանսներին, մասնակցում են համագումարներին, կրթական ծրագրերին, անցնում են դասընթացներ հավաքելով ՇՄԶ-ներ, իսկ երբ որ մենք բուժքույրները արդեն որ պետք է ընդունենք, քանի որ խոսքը գնաց ՇՄԶ-ների հետ կապված, բուժքույր երբ որ մենք ընդունում ենք, ընդունելու ընթացքում մենք ուշադրություն ենք դարձնում դիպլոմին, որտեղ բուժքույր աշխատելու համար նա պետք է ունենա միջին մասնագիտական ավարտած դիպլոմ, միջին մասնագիտական եւ ունենա հավաստագիր։ Հավաստագիրը դա արդեն տալիս ենք մենք իրենց ՇՄԶ-ների հիման վրա, որը բուժքույրը եթե նոր ավարտ է, չի աշխատել, նա անպայման պետք է անցնի տեստավորում, նոր տեստավորումը հանձնելուց հետո նոր հավաստագիր են տալիս եւ գալիս է դիմում է բուժ հաստատություններ։ Նույնպես եւ մեզ մոտ են դիմում։ Իսկ ընդհանրապես մենք քույր վերցնելու այսօր բուժքույրերի կարիք շատ կա հանրապետությունում, մանավանդ վիրահատարանի բուժքույրերի, բուժքույր երբ որ մոտենում է դիմում է աշխատանքի համար, արդեն ես ինքս մտածում եմ, ինքը կարող է աշխատել, թե չի կարող աշխատել։ Բուժքրոջ աշխատանքը ծանր աշխատանք է, ցանկացած տեղ էլ որ աշխատի ծանր աշխատանք է, բայց կան բաժանմունքներ, որ ավելի ծանրաբեռնված են աշխատում։ Բուժքրոջ աշխատանքը մենք գիտենք ունենք կախյալ եւ անկախ գործողություններ։ Անկախ գործողությունը դա հակահամաճարակային ծառայությունն է եւ հիվանդի խնամքն է։ Կախյալ գործողություն, երբ որ բժիշկը նշանակումն արել է եւ բուժքույրը կատարում է։ Տեսեք, բուժքույրը ինքը բժիշկ առավոտ համայցը կատարում է եւ մի քանի անգամ, 1-2 անգամ մոտենա հիվանդին եւ վերջ, բայց բուժքույրը 24 ժամվա ընթացքում հիվանդի բուժառուի հետ է եւ պատկերացրեք, որ 24 ժամվա ընթացքում քանի կիլոմետր այդ բաժանմունքում բուժքույրը քայլում։ Եւ բացի դրանից հմտությունները, որ ինքը կատարում է, մենք պարտադրում ենք օրվա մեջ մի քանի անգամ մոտենա հիվանդասենյակ, հիվանդի որպիսությունը հարցնի, հիվանդի կարգավիճակը,
թեկուզ ինչ խնդիրներ կա, բուժքրոջ մոտ այդ հարցերը բարձրացնում։ Բուժքույրական աշխատանքը դա թիմային աշխատանք է, բժիշկ, բուժքույր, մայրապետ, դա թիմային աշխատանք է։ Այդ թիմային աշխատանքում շատ կարևոր է լինի դեոնտոլոգիայի կանոնների խիստ պահպանումը, շփումը բուժքույր, բժիշկ, բուժքույր, մայրապետ, բուժքույր, հիվանդ, բուժքույր, խնամող։ Շաբաթը մեկ ես կազմակերպում եմ ժողովներ ավագ-քույրերի հետ, թռուցիկ ժողովա դա կոչվում 10-15 րոպե։ Եթե ունենում ես որևիցե հարցեր, բարձրացնում ենք այդ հարցերը միասին քննարկում ենք, կան համայցի ժամանակ թերությունների մոտ նշված, ես իրենց հանձնարարում եմ, որ կատարողականը մեկ շաբաթ հետո պետք է ստուգվի, թերությունները վերացնեն, բուժքույրերի նկատմամբ, մայրապետների նկատմամբ պետք է լինենք հոգատար։ Այդ հոգատարությունը իրենք նկատելով փոխանցում են հիվանդներին էլ։ Չնայած բուժքրոջ մասնագիտության մեջ մենք շատ ենք շեշտը դնում հոգատարությունը։ Դա աստվածատուր մասնագիտությունը, ամեն ոք չի կարող աշխատել։ Ավարտում են բժշկական քոլեջները շատ բուժքույրեր եւ մեծ մասը գալով փորձաշրջան իրենք հրաժարվում են բուժքույր աշխատելով, մտածելով որ դա ծանր աշխատանք է, իրենցը չի։ Բայց բուժքույրեր, որոնք աշխատում են արդեն, դա իրենցն է, դա աստվածատուր աշխատանք է։ Որքան բարկանում եմ իրենց վրա, վերջում երբ որ ասում եմ հաջորդ սխալի ժամանակ գլուխդ կպոկեմ, իրեն գիտեն դա օրինակ է։